Ազգային ժողովը ձայների 64 կողմ 7 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրաքվեի մասին, այսինքն Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Քարորյան նիստերի օրակարգում է նաեւ պատգամավորներ նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանին եւ պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդության քննարկումը։ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել եւ այս հարցում համակարծիք եղել։ Ըստ ամերիկյան կողմի Ռուբիոն եւ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։ ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել կայուն խաղաղության կարեւորությունը, տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար։ Հայկական կողմի հաղորդմամբ էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին քննարկել անվտանգության ու առևտրի ոլորտին վերաբերող հարցեր։ Պետքարտուղարության հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբիոն խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների եւ բողոքի ակցիաների կապակցությամբ։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվողների ցուցանիշն այս պահի համար ավելի քան գոհացուցիչ է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյուզյանն Armenpress-ին ասել է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով տրամադրվել է 835 հավաստագիր, որից 58-ն արդեն իրացվել է։ 38 ընտանիք հավաստագրով ձեռք է բերել անշարժ գույք, իսկ 20 ընտանիք գործող հիպոթեկային վարկերի մարման աջակցություն է ստացել։ 38 ընտանիքներից Երևանում բնակարան է ձեռք բերել ընդամենը 9 շահառու, մյուսները նախընտրել են Հայաստանի մարզերը։ Կրեմլը հրապարակել է ռուսական եւ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների համաձայնեցված ցուցակը, որոնց վրա ըստ ռուսական կողմի տարածվում է չհարվածելու ժամանակավոր մորատորիումը։ Այն ներառում է նավթավերամշակման գործարաններ, խողովակաշարեր, նավթի պահեստարաններ, էլեկտրաէներգիայի արտադրության եւ փոխանցման կայաններ, այդ թվում էլեկտրակայաններ, ենթակայաններ, ատոմակայաններ եւ հիդրոէլեկտրակայաններ։ Նշվում է, որ մորատորիումն ուժի մեջ է 30 օրով սկսած 2025 թվականի մարտի 18-ից եւ կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք օգտագործելու գաղափարից, ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում, որը ներկայացվել է Սենատի համապատասխան հանձնաժողովին։ Հետախուզությունը նշում է, այս պահին ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն շտապում դադարեցնել պատերազմը, քանի որ կարծում են դրա երկարաձգումը կհանգեցնի ավելի քիչ ռիսկերի, քան անբավարար կարգավորումը։ Այնուամենայնիվ երկու երկրների նախագահներն էլ հասկանում են երկարատև պատերազմի ռիսկերը, կարծում է ամերիկյան հետախուզությունը։ ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, բավարարելով ռադիոկայանի պահանջը ընդդեմ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության։ Դատարանի որոշմամբ մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա ազատության փակմանն ուղղված քայլերից։ Հաջորդ փուլում դատարանը կքննի ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել կոնգրեսի հատկացրած շուրջ $77 միլիոն ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջ։